Սա լուսանկարն է։ Փոքրիկ հայ որփուկը իր դժոխային սոսկալի կյանքն է պատմել այս գրքում։ Ցեղասպանության տարիներին գաղթի ճամփից մինչև թուրքական որբանոց ու թրքացում։ Երբ օրը աչքի առաջ կատաղած շները հոշոտել են, Ադանայից Մարի Գրիգորյան անունով աղջկան տարել են հիվանդանոց։ Պատմում է, թե ինչպես են կույս ու առողջ աղջիկներին ընտրել, Մարդինի որբանոցում մեծացրել թուրք կնոջը վայել ու պսակել ծանոթ բարեկամի հետ։ Հայ տղաներին թլպատել են։ Աղջիկները ենթարկվեցին կուսության զննման և միայն կույս աղջիկներին փոխադրեցին, ընդ որում նաև գրություններով, որ յուրաքանչյուրը, որ տվյալ աղջիկը կույս է, այդ վկայականը տվեցին իրեն և ինքը որպեսզի կարողանա ընդունվի որբանոց։ Հայ կաթողիկե եկեղեցու տարածքում էր Մարդինի որբանոցը։ Առաջինը փոխել են երեխաների անունները, թուրքի անուն տվել։ Իրենց հայկական անունները գրել են թղթի վրա, պահել, որ ոչ մի դեպքում չմոռանան։ Այշե են կոչել Մարիին։ Ֆաթմա Այշե, թուրքի անուն, որ ժամանակին ծաղրել են Ադանայի հայերը։ Թրքացման հատուկ պլան է եղել, ոչ մի բառ հայերեն։ Այդ ճանապարհին արգելվում է երեխաներին խոսել հայերեն, իհարկե իրենց հայկական անունները հիշատակել որևէ կերպ, որտեղ կպատժվեին, դա անելու դեպքում արաբատար թուրքերենն էին սովորեցնում իրենց, որպեսզի Ղուրանի հիմունքները նրանց սովորեցնել ու բացատրել։ Մարին պատմում է, որ երբ առաջին անգամ ուսուցիչը նամազի շարժումներ է արել, ծիծաղից մեռել են որփուկները։ Տնօրինությունը որոշել է ինչ-որ ժամանակով հանել նամազի դասերը։ Եթե ծաղրվում է մի բան, ինչպես կարող է դա լուրջ ընկալվել, ընդունվել, այն էլ դառնալ ինքնության մի մաս, որը նրանք փորձում էին սերմանել։ Ընդվզում, ինքնապաշտպանություն, անլուր պայքար։ Եկեղեցու պատի ծեփով հաղորդություն են ստացել փոքրիկները։ Ծակել են մատներն ու իրար խառնել արյունը, մինչև մահ ուխտ կապել։ Մեր մատի ծայրերը ասեղով ծակեցինք և մեր արյունները միախառնեցինք ու դարձանք քույր և եղբայր։ Եվ յուրաքանչյուր տղա մի որևէ աղջկա եղբայրն էր համարվում և նրա պաշտպանը։ Կարող էր պարտեզից նրա համար մրգեր բերել քույրիկի համար, իսկ քույրիկը կարկատաններն էր անում։ Վկայություններ կան, թե բազմաթիվ փորձարկումներ են թուրքերն արել հայ երեխաների վրա։ Նրանց թունավոր շիճուկներ են տվել, թունավորել հացը։ Երբեմն որփուկներին սպանելու համար դիակներ են գցել որբանոցներին ջուր մատակարարող ջրհորների մեջ։ Եղել է դեպք, երբ որ մաշկի վրա կապույտ անհայտ բծեր են առաջացել և դրանից հետո երեխաները մահացել են։ Թուրքական մանկավարժությունը դաժան է եղել հատկապես տղաների հանդեպ։ Անթուրայի որբանոցում հայերեն խոսելու համար կամ անտառ, հատապտուղներ գտնելու գնացած սոված երեխաներին ստիպել են ճաշարանի կտուրներին կանգնել ու 3-4 ժամ նայել արևին։ Հաճախ որփուկներին 24 ժամ բանտարկել են, ճաշի ժամին բոլորի ներկայությամբ ենթարկել ֆալախայի, հատուկ ուղեցույցով, թե որ հանցագործության դեպքում քանի հարված պետք է ուտեին երեխաները։ Ֆալախան, որը երեխաների կրունկներին թաց ճիպոտով հարվածելու կտանքն էր, որից հետո երեխաները կարող են մոտ 1 ամիս կամ ավել չկարողանային քայլել։ Դաժանությունը պատվով հաղթահարած հայ որբերը իրենց հուշերում գրել են, որ իրենք հայ ցեղի պատվաստն էին շիճուկն ու ավիշը, որ ուզում էին ստանալ թուրքերը։ Եվգենիկա, մեթոդ, որով թշնամին փորձել է առողջացնել, կատարելագործել իր գենը։ Որդեգրված որփուկները նաև ձրի տարբերակ էին թուրք ընտանիքների համար, քանի որ Օսմանյան կայսրությունում միայն տպավորիչ փողի դիմաց էին թուրք աղջկան հարց տալիս։ Գանում Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։